Այն ինչ լինելու է, կլինի, իսկ ինչ է լինելու, անպայման մեր ուզածը կլինի։ Պարոն Կարապետյան, ամիսներ շարունակ պնդել է ձեր թիմը, որ պարոն Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, եւ հիմա երբ լրատվամիջոցները եկել են լուսաբանելու ձեր ձևակերպմամբ այդ քաղաքական հետապնդումը, չեք ցանկանում, որ ուղիղ հեռարձակում լինի, տեսանկարահանում լինի, ի՞նչն է դրա պատճառը։ Սա մասնագետների որոշումն է, ոչ թե մեր որոշումը։ Տակտիկական քայլ է, որը մեր մասնագետները ենթադրում են, որ դա ճիշտ է։ Այսինքն ձեզ մասնագետները պարզաբանել են, այդ նույն մասնագետները բոլոր նիստերով։ Այո, բայց այդ մասին չեմ ուզում այսօր խոսել։ Այո, կարող են կասկածներ լինել, հանրության մոտ կարող է կասկած լինել, որ այդ մեղադրանքները շատ էլ հիմնավոր են, եւ դուք չեք ցանկանում, որ հանրությունը տեսնի, որ դրանք հիմնավոր են։ Դուք ամբողջությամբ զայնագրում եք ու դուք կտեսնեք ձեր ականջով եք կլսեք, որ ոչ մի հիմք չկա։ Եթե ամբողջությամբ ձայնագրվում է պատկերն է խնդիրը, Սամվել Կարապետյանը խուսափում է, որ իր պատկերը երևա։ Դա մասնագետներն են որոշում։ Մասնագետները եթե այդպեսի առաջարկ են արել, մենք ընդունել ենք։ Կգա մի ժամանակ միգուցե կբացեն։ Երբ որ անհրաժեշտ կլինի, դրա անհրաժեշտությունը կլինի, մենք ձեզ տեղեկացնենք։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Արմատ մեդիա AM կայքում։